Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացրած 31-ամյա Հայկ Գյուրեղյանի նկատմամբ այսօր առաջադրվել է նոր, ավելի ծանր մեղադրանք, ըստ որի նա ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն է գործադրել։ Այդ մեղադրանքը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Ազատության այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հայկ Գյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանն ազատությանը փոխանցեց, որ ինչպես նախորդ դեպքում Հայկ Գյուրեղյանն այսօր չի ընդունել նաև երկրորդ մեղադրանքը։ 258 հոդվածով որ մեղադրանք առաջադրվեց, երևի թե իշխանությունը իր առջև նպատակ էր դնել Հայկ Գյուրեղյանին կոտրելու հոգեբանորեն, այսինքն որ նա մեղավոր ճանաչի, զղջա արածի համար եւ այդ հոդվածով դատապարտվի։ Տեսնելով, որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել, ավելացվեց նաև երկրորդ հոդվածը, որ կրկին անգամ Հայկ Գյուրեղյանին հոգեբանորեն ճնշեն։ Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ Հայկ Գյուրեղյանի տրամադրությունը բարձր է, ընկճված չէ, նա իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Դուք նրան այսօր տեսաք։ Այո։ Զարմացավ այս նոր մեղադրանքից։ Ասաց, որ ինձ համար կանխատեսելի է, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած ստորության գնալ։ Միևնույն է, ես իմ պայքարը շարունակելու եմ։ 258-ը եւ 316 հոդվածներ այն շաբլոնային հոդվածներն են, որոնք որպես կանոն իշխանությունները դնում են այն անձանց նկատմամբ, ովքեր որ իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանության գործողություններին։ Պաշտպանն ասաց, որ Հայկ Գյուրեղյանին կալանավորելուց հետո անցած ամիսներին նախաքննական մարմինն ըստ էության քննչական գործողություններ չի կատարում։ Այս կապակցությամբ ազատության հարցին ի պատասխան ոստիկանությունում նախընտրեցին չմեկնաբանել փաստաբանի հայտարարությունը։ Հայկ Գյուրեղյանը ձերբակալվելուց հետո պնդել էր, որ հունիսի 12-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս եւ ոստիկանության շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ Գյուրեղյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու փաստով, սակայն եթե իրավապահները Հայկ Գյուրեղյանին մեղադրանք առաջադրեցին անմիջապես, մինչ այժմ դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակը Հայկ Գյուրեղյանի նկատմամբ ոստիկանական բռնությունների վերաբերյալ քրեական գործին առնչվող ազատության հարցերին ի պատասխան ասաց, այս փուլում նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տվյալներ չեն կարող հրապարակել։ Հայկ Գյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով ներգրաված փաստաբան Երվանդ Վարոսյանը դժգոհեց նախաքննությունից։ Հայկ Գյուրեղյանը ճանաչվել է դժոխք, հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք է տվել։ Դրանից հետո Հայկ Գյուրեղյանի հետ որևէ գործողություն չի կատարվել։ Սպասվում է, որ ավանդույթի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կլինեն երևի մի քանի առերես հարցաքննություններ ոստիկանների հետ, որից հետո քրեական գործը կկարճվի։ Իսկ ինչով եք բացատրում, որ հենց այսօր Հայկ Գյուրեղյանին առաջադրել են մեղադրանք ոստիկանի նկատմամբ բռնության հետ կապված։ Ընդհանրապես ես այսօր այդ հարցով այլևս չեմ զարմանում, քանի որ քաղաքական ակտիվություն ցուցաբերող բոլոր քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց նկատմամբ, ում ոստիկանները բռնություն են գործադրել այդ անձանց նկատմամբ, հետապնդումը շատ ավելի սաստիկ է լինում։ Ես կարծում եմ դա մարդկանց լռեցնելու փորձ է, սակայն ի սկզբանե ձախողված, որովհետև եթե մարդը դուրս է եկել քաղաքական ակցիայի, պատրաստ է պայքարի, նրան այսպիսի բաներով չես վախեցնի։ Ես սկսում եմ հեղափոխություն կարգախոսով բողոքի ակցիայից հետո խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Հայկ Գյուրեղյանին ճանաչում է որպես իր պայքարի ընկեր։